Ժամը 17:00-ին Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, իսկ մինչ այդ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիսը շրջեց Չարենցավանի փողոցներով և երիտասարդ չարենցավանցիներին աղիբլիթ ու ծաղիկներ բաժանեց։ Սուրբ Սարգիսը երիտասարդների ուղեկցությամբ կանգ առեց Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում և երիտասարդներին առաջնորդեց Սուրբ Պատարագի։ Այսօր նշում ենք Սուրբ Սարգսի տոնը, որի կապակցությամբ ուզում եմ բոլոր ազգաբնակչությանը շնորհավորել, ինչպես գիտենք Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր, այդ կապակցությամբ հատկապես ուզում եմ շնորհավորել երիտասարդներին, այսօր իրենց բոլոր ցանկությունները եւ նպատակները իհարկե կապված են սիրո հետ եւ ես ցանկանում եմ, որ ինչ նպատակներ ձեր նրանք ունեն, այսօր Սուրբ Սարգսի տոնի օրվա կապակցությամբ այդ թող ի կատար ածվեն։ Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը եւ քաղաքապետարանի մշակույթի բաժինը կազմակերպել են միջոցառում նվիրված Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կատարվեց մի աննախադեպ ակցիա, որ երբևիցե չէր եղել, ձիավորը շրջեց Չարենցավանի փողոցներով, բաժանվեցին ծաղիկներ, աղի բլիթներ եւ բացիկներ, որոնց մեջ գրած էին սիրային խոստովանություններ, նաեւ նշեմ, որ այս ակցիայի հովանավորն է քաղաքապետ պարոն Շագազյանը։ Նորին Սուրբոծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Ուստի Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Իսահակ Քահանա Մարգարյանը օրվա խորհրդով օրհնեց երիտասարդներին։ Սուրբ Սարգիս Զորավարն ամենասիրված սրբերից է։ Իր որդու Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Շնորհաշատ Զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ լույս է դարձել եւ արագահաս է ինչպես լույսը։ Սուրբ Սարգիս Զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում։ Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված։ Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է։ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղիբլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։ Այդ օրը փոխինձով մատուցարան են դնում տանտանիքին կամ պատշգամբին եւ սպասում Սուրբ Սարգիս Զորավարի ձիուպայտի հետքին։ Ըստ ավանդույթի Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիուպայտի հետքը, այդ տարիք իրականանա հավատացյալի երազանքը։ Իդեպ այսօր ամբողջ աշխարհում նշվում է նաեւ սիրահարների մեկ այլ բարեխոս Սուրբ Վալենտինի օրը, այնպես որ սիրո տոնը կրկնակի է։ Սաթանիկ Բալաբեկյան, Սասուն Մանուչարյան, լուրեր։